Զբոսաշրջությունը մեր քաղաքում ինչ-որ չափով զարգացել է եւ հանդիսանում է քաղաքի եկամտաբեր ճյուղերից մեկը, սակայն զարգանալու ահագին տեղ ունի։ Եվրատաշինքը նախատեսում է քաղաքը ել ավելի հարմար դարձնել ինչպես հյուրերի, այնպես էլ բնակիչների համար։ Թեքահարտակներ, հասարակական զուգարաններ, ավտոկայանատեղիներ, զբոսաշրջիկներ բերող ավտոբուսների եւ միկրոավտոբուսների համար, այդ ավտոբուսների եւ միկրոավտոբուսների վարորդների համար հարմարավետ սպասասրահներ կամ սպասելու պայմաններ, բազմալեզու ցուցանակներով հագեցնել մեր հուշարձանները, որպեսզի մարդկանց ամեն ինչ հասկանալի լինի։ Երկարաժամկետ հեռանկարում մենք նախատեսում ենք ունենալ նաև արհեստավորած փողոց կամ արհեստավորած թաղ, որտեղ Գյումրվա վարպետները իրենց արհեստը կպանեցնեն, կզարգացնեն լրացուցիչ զբոսաշրջային հետաքրքրություն ապահովելով։ Հարգելի համաքաղաքացիներ, կոչ եմ անում մասնակցել Գյումրու ավականու արտահերթ ընտրություններին եւ քվեարկել Եվրատաշինքի օգտին, քվեաթերթիկ համար 6։ Լավագույնը տալու ենք մեր քաղաքին։ Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Շարունակում ենք մեր աշխատանքը առաջինի եթերում։ Հայաստանը ունի 4 սահման, որից 2-ը այս պահին փակ է։ Մենք ունենք բաց սահմաններ, մենք ունենք լավ բարեկամական հարաբերություններ մեր հարևաններից 2-ի հետ, դա Վրաստանն է եւ Իրանն է։ Այս առումով շատ կարևոր է այն, թե ինչպես են զարգանալու մեր հարաբերությունները այդ երկրների հետ եւ այս համատեքստում շատ կարևոր էր եւ երևի թե ուներ նաեւ ցուցադրական նշանակություն երեկվա 3 կայացած այցը Երևան, Երևանում է եղել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, որը հանդիպումներ է ունեցել մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հիմնական ներկայացուցիչների հետ եւ բավականին հետաքրքիր ուղերձներ է հնչեցրել Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Այս հարցերի շուրջ, հայ-իրանական օրակարգի շուրջ մենք այսօր խոսելու ենք Հայաստան-Իրան համագործակցության զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Բույա Հոսեյնիի հետ։ Ողջունում եմ ձեզ, պարոն Հոսեյնի։ Նույնպես է, շնորհակալություն հրավիրել։ Ըստ ձեզ, որոնք են հիմնական այն ուղերձները, որը բերել է Երևան պարոն Արաղչին։ Վերջերս Հայաստան եւ Ադրբեջանը հայտարարել են, որ բանակցությունների ավարտել է, բանակցությունները իրանց մեջ եւ խաղաղությունի պայմանագիրը փաստաթուղթը պատրաստ է, բայց Ադրբեջանը, ինչպես տեսնում ենք, ականատեսենք խոչընդոտները էլի է ստեղծում, սպառնալիքներ է ստեղծում, Իրանի արտաքին գործերի նախարարի այսը Հայաստանում Հայաստանի աջակցություն էր եւ այդ հարցով, որ մենք եւ նորից վերահաստատում էր Հայաստանից հենց ուղերձ էր, որ Իրանը իր սկզբունքային հարցերում գայնած է, Երևանից հնչեց պարոն Արաղչի, որ Իրանը գեոպոլիտիկ փոփոխությունը անընդունելի է համարում, սահմանների փոփոխությունը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը նույն իր սկզբունքները այստեղ էլ կերկենեց տա մասեջեր եւ ինքը հայտարարեց, որ ինչքան հնարավոր է կողմերը կարողանան շուտ այդ պայմանագիրը ստորագրեն, դա շահերից է բոլոր երկիրների տարածաշրջանի շահերից է բխում, որովհետև Իրանը մտահոգված է, որ կարող է նորից հակամարտությունների օջախներ բազվի տարածաշրջանում եւ դրա համար փորձում է ուղերձը բերել պարոն Արաղչի, որ ինչքան հնարավոր է այդ պայմանագիրը ստորագրվի, որ չզուգացնի հետագա էսկալացիայի հնարավորությունը։ Տեսեք, պարոն Հոսեյնի, Իրանը ցանկանում է, որ տարածաշրջանում լինի խաղաղություն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր ստորագրվի։ Վրաստանը նույնպես դա ցանկանում։ Թուրքիան կարծես թե եթե մենք լսենք թուրքական հայտարարությունները, նույնպես դա ցանկանում եւ նույնիսկ որևէ նախապայման առաջ չի քաշում։ Ադրբեջանը չի ցանկանում։ Ինչու՞։ Ինչու Ադրբեջանը չի ուզում փակի այս անիմաստ, հա, թշնամանքի էջը։ Այն դեպքում, երբ որ Հայաստանը եւ բոլոր հարևանները դրան պատրաստ են եւ դրա ողջունում են։
Ադրբեջանը չի ուզում այդ էջը փակվի, այդ էսկալացիայի էջը փակվի, որովհետև ինքը մինչև վերջ ուզում է ավելացնա եւ մենք չենք կարծում, որ Ադրբեջանը մենակ է գործում, Ադրբեջանի հետևում գայնացեն Թուրքիայի կարող է հայտարարությունների տեսքով ասի, որ մենք կողմ ենք, բայց Թուրքիայի աննախադասելի երկիր է, մենք տեսանք, որ միանգամից Սիրիայում բոլորի համար սուրպրայզեր, որ ինչ գործողություններ արեցին, հիմա էլ Իրանը մտահոգված է, որ Թուրքիայի ներքաղաքական խնդիրների մեջ փորձի ներքին խնդիրները շեղելու համար ինչ որ արտաքին խնդիր է ստեղծի եւ դրա համար է որ բարոն Արաքչիը մտահոգված էր ասում էր ինչքան հնարավոր է շուտ է ստորագրվի որովհետեւ հետագայում կարող է արիթից օգտվեն երկիրները հակառակորդ կողմերը եւ սպառնալիքներ սարքեն դարաշրջանում Իսկ այլ երկրներ չկան, որ կանգնած են Ադրբեջանի դիրքորոշումների միանշանակ Իսրայելն է, բացի Թուրքիա Իսրայելն է, որ ուզում է համ Մերձավոր Արևելքում, համ Անդրկովկասում Իրանի դեմ ինչ որ գործողություններ բանանի եւ Միացյալ Նահանգները ներքաշի բادرազմի մեջ Իրանի դեմ իրանք էլ սպառնում են, իրանք էլ ազդեցություն ունեն Ադրբեջանի վրա, որ այդ էսկալացիա, այդ հակամարտությունը Անդրկովկասում չի փակվի էջը, որ Իրան ունենան մի ճակատ Իրանի դեմ, հնարավոր ճակատ, որ կարողանան Իրանին վնասան տարիներ շարունակ զինել է Իսրայելը Ադրբեջանին հենց այդ նպատակով, որ Անդրկովկասում էլ մի ճակատ ինի, եթե Մերձավոր Արևելքում ինչ որ խնդիրներ լինեն, երկրորդ ճակատը Անդրկովկասից բազվի Իրանի դեմ եւ շահագրգռված են եւ մյուս կողմերը ներքաշեն բادرազմի մեջ Իրանի հետ։ Հապան Խոսերնի կա եւս մեկ երկիր, որը տարիներ շարունակ զինել է Ադրբեջանին, դա Ռուսաստանն է։ Ռուսաստանի դիրքորոշումը այս հարցում, խաղաղության հարցում ձեզ ինչպիսին է։ Իրականը։ Ռուսաստանը փորձում է իր խնդիրները լուծի, բոլոր երկիրները հիմա վերջերս տեսանք, որ ականատեսենք, որ Թրամփի հետ բանակցությունը Իրանն էլ մեջ բերեց, Իրանի հարց էլ մեջ բերել էին բանակցությունների մեջ, Թրամփ եւ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը բայնավորվել էին, հայտարարությունի մեջ կա, որ բայնավորվել էին, որ Իրանը այդ վիճակում չի լինի, այդ վիճակում չի լինի, որ կարողանա Իսրայելին վնաս հասրի, դա ցույց է տալիս, որ ինչ որ բախով Ռուսաստանն էլ կարող է Իրանի քարտը, Իրանի խաղաքարտը օգտագործի, մենք մեր սեփական շահերը ունենք, մեր սեփական անվտանգությունը ունենք եւ մենք Մերձավոր Արևելքից մինչեւ Անդրկովկաս վերջը 2020 թվականից իբեր Իրանը անկախ քաղաքություն վարեց Անդրկովկասում Պաշտպանեց Հայաստանի սահմանները եւ տարածքային ամբողջականությունը, թույլ չտվեց Զանգեզուրի միջանցքը իրականանա, Անդրկովկասում Մերձավոր Արևելքում էլ եթե ինչ որ կարողանան Ամերիկա եւ Ռուսաստանը համաձայնություն կան վերջնական Իրանի խաղաքարտը կարող է օգտագործեն եւ Իրանի համար անընդունելի է դա Իրանի շահերը Իրանի անվտանգությունը ոչ մի երրորդ երկրի համար խաղաքարտ չի կարա լինի իսկ Թուրքիայի նպատակները որոնք են Թուրքիան ինչի չի ուզում ինչպես դուք ասում եք խաղաղություն Թուրքիան ինչ օգուտներ կարող է ունենալ նրանից որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարող է լինել պատերազմ կամ տարածաշրջանում չի լինելու խաղաղություն հաշվի առնելով որ եթե լինելու է խաղաղություն կոմունիկացիաները կբացվեն եւ այդ կոմունիկացիաները հողոթով չեն անցնելու Թուրքիայի տարածքով են չէ անցնելու իսկ թուրքական քաղաքականության մեխը այն է որ Թուրքիան պետք է վերածվի տարածաշրջանային հաբ եւ բոլոր կոմունիկացիաները հյուսիսից հարավ եւ արևելքից արևմուտք եւ հակառակը պետք է գնան Թուրքիայի տարածքով այստեղ հակասական
հակասականություն չեք տեսնում։ Բարձր որ Թուրքիայի Հայաստանի վերահսկությունի տակ ճանապարհ չի ուզում, իրան ձեռնտու չի, իրան ավելի շատ Զանգեզուրի միջանցք են ուզում, որը վերահսկեն, իրանց կարողանան վերահսկեն, դրա համար է, որ այդ էջը եթե փակվի իրանց հնանավորությունը կարող է մի որոշ ժամանակ, տարիներ շարունակ իրան հետ կենա, որովհետև իրան երբեք չեն հրաժարվելու իրանց նեգերդումներին, իրան փանթուրքազմի նեգերդումներին, եւ երկրորդը դա է, որ իրան այդ էսկալացիա է, այդ հակամարտությունը օգտագործում են, որ Ադրբեջանի վրա իրանց ազդեցությունը պահպանեն եւ Իրան կարողանան հնանավորությունը այդ էսկալացիա, որ Իրան ամուր դիրքեր ունենան Անդրկովկազում, իրանց դիրքերը այստեղ լինի, Ռուսաստանի հետ կարողանան արևտուր անեն այդ հարցում եւ իրանց շահերել բխում է, որ այստեղ խայթուն չլինի, մինչեւ կարողանան, եթե լինի, եթե շատ Հայաստանի հաշվին լինի եւ իրանց բոլոր իրանց նպատակներին հասցնեն։ Պարոն Հոսեյնի, հետևելով Թեհրանի, Վաշինգտոնի, Թել Ավիվի պաշտոնական հռետորաբանությանը, տպավորություն է ստեղծվում, որ Իրանի վրա հարձակում է նախապատրաստվում։ Ես չեմ կարող ասել, որտեղից է լինելու այդ հարձակումը, բայց տպավորությունը հետևյալն է։ Ադրբեջանի դերակատարումը այդ հարձակման մեջ, եթե այդ հարձակումը տեղի ունենա, ինչպեսի դերակատարում կարող է ունենալ Ադրբեջանը։ Կոնկրետ դուք Թեհրանում ինչ տարբերակներ եք դիտարկում։ Նախ ասենք, որ այդ սպառնալիքները, որ գալիս է Միացյալ Նահանգներից, դա ջնջում է, որ Իրանին բերեն բանակցությունների սեղանի շուրջ եւ դա փորձում են մենք վերջնանպատակը չեն կարա հիմա արձանագրենք, որ իրեն հենց նպատակ ունեն ռազմական միջոցով այդ հարցերը լուծեն, իրան փորձելու են սկզբից դիվանագիտական, բայց այդ պայմանները, որ Իրանի դեմ դնում են, Իրանի համար անընդունելի է, իրեն բազի միջուկային ծրագրի շուրջ բացի այլ պահանջներ են ներկայացնում Իրանի դիմադրական ուժերի դադարեցումը տարածաշրջանում, Իրանի հերթիրների ծրագրի շուրջ Իրան ուզում են Իրանը դադարեցնի այդ հերթիրների զարգացումը եւ այլ բաներ, որ Իրանի համար, Իրանի անվտանգությունի համար անընդունելի է Իրանին եւ եթե Իրանը հրաժարվել է ուղիղ բանակցի Միացյալ Նահանգների հետ միջնորդված փորձում է հիմա Եվրոմիությունի միջոցով կամ Ռուսաստանի միջոցով կամ արաբական պետություններից մեկի միջոցով Ամերիկայի հետ այդ պատուհանը բազ դիվանագիտական պատուհանը բազ բահի Միացյալ Նահանգները այդպես հիմա չեն կարա ասենք, որ Իրան պատերազմ են ուզում Իրանի հետ, եթե ինչ որ բահին Նեթանյահուի ազդեցություն դակ լինի Թրամփը, կարող է ինչ-որ գործողություններ լինի, երկրորդ ճակատը կարող է հենց Անդրկովկազից լինի, Ադրբեջանից լինի, որովհետև դարբեր ճակատներից կփորձեն Իրանին վնաս հասցնեն, հենց առիթներից որ Իսրայելը չի ուզում այդ հակամարտությունը վերջնանա, դրա համար է որ հայ-ադրբեջանական հակամարտությունը, որ այդ ճակատը բազմենա իր համար, որ Իրանի դեմ կարողանա Ադրբեջանի միջոցով ինչ-որ ռազմական գործողություններ կամ հետախուզական գործողություններ զավալի, դա գործարար Ադրբեջանի համար, որովհետև մենք Իրանը հայտարարել է, եթե մեր հարևան երկիրներից մեկը թշնամի երկիրը օգտագործի Իրանին վնաս հասցնելու համար, իր տարածքը այդ երկիրը, դեպիալ երկիրը Իրանի համար օրինական թիրախ կլինի եւ Իրանի համար շատ հեշտ է Ադրբեջանին վնաս հասցնել կամ այլ շատ կիլոմետրերին հեռու Իսրայելը Իրանի համար շատ հասանելի է Ադրբեջանի տարածքը եւ պետք է տեսնել, որ այդ թակարդից կենգենի Ալիևը թե չէ։ Տեսեք, պարոն Հոսեյնի, հայտնի է, որ վերջին տարիներին հենց Ադրբեջանի տարածքից է, որ իսրայելական
հատուկ ծառայությունները իրականացրել են Իրանի դեմ եւ Իրանի տարածքում դիվերսիոն, հետախուզական, ահաբեկչական գործողություններ, սպանվել են մարդիկ։ Երբ որ դուք ասում եք երկրորդ ճակատ, դուք ինչի նկատի ունեք, որ Ադրբեջանի տարածքից ուղիղ հարձակում է լինելու Իրանի վրա, թե կշարունակվի այդ դիվերսիոն հետախուզական ահաբեկչական գործողությունը։ Երկու բան էլ հնանավոր է, սկզբից հնանավոր է, որ հետախուզական գործողություններ լինեն, բայց եթե սխալվի Ադրբեջանը թույլ տա իր տարածքից, որովհետև Իսրայելը բոլորին հայտնի է, որ ռազմաբազաներ ունի, թաքնված ռազմաբազաներ ունի Ադրբեջանում, հենց դրա համար է զինելու Ադրբեջանին այդքան դարիներ շարունակ, դա միանշանակ Հայաստանի համար այդքան զենք Ադրբեջանին պետք չի, դա Իրանի դեմ էլ կարող է հետագայում օգտագործի, դրա համար էլ հնանավոր է ռազմական միջոցով էլ ուղիղ ռազմական միջոցով էլ կարողանա սպառնի Ադրբեջանից Իրանին։ Կա մեկ շատ կարևոր գործոն, որը անընդհատ հիշատակվում է, երբ որ մենք խոսում ենք Իրան եւ Ադրբեջան հարաբերությունների մասին, դա Իրանում ապրող այսպես կոչված ադրբեջանցիների կամ թուրքալեզու Իրանի քաղաքացիներն են, որոնք տարբեր գնահատականներով 20 միլիոնի են հասնում, ես չգիտեմ որքանով է դա ճիշտ։ Այստեղ կա նաեւ ինչպես ցանկացած մետաղադրամ, մեդալ ունի նաեւ հակառակ կողմը։ Չէ՞ որ եթե լինի ինչ-որ շատ լուրջ իրավիճակի սրացում, լինեն փախստականներ, օրինակ Իրանում աստված որ արածել լինի քաղաքացիական պատերազմ, լինի հեղաշրջում, իշխանության հեղաշրջման փորձ, այդ մարդիկ կարող են դառնալ փախստական, այդ միլիոնավոր մարդիկ եւ առաջին հերթին նրանք գալու են Ադրբեջան։ Եվ ոչ մեկ չգիտե այդ մարդկանց մտադրությունները։ Արդյոք սա մի հանգամանք չէ, որը Ալիևին պետք է հետ պահի ցանկացած ավանտյուրայից Իրանի նկատմամբ, ցանկացած իսրայելական կամ իսրայելա-ամերիկյան ավանտյուրայից Իրանի նկատմամբ, թե այստեղ կարող է լինել հակառակ մոտեցում, որ այդ մարդիկ ավելի նպաստելու են այն պլաններին, որոնք կան, որպեսզի Իրանում լինի իշխանափոխություն։ Այդ թուրքախոս ժողովուրդը, որ Իրանում կան, Իրանի մեծ մասը Իրանի հետ շատ կապված են եւ Իրանին սիրում են, մի որոշ տոկոսներ լինում են, որ կարող է փանթուրքազմի զոհ են եւ իրանց վրա աշխատել են եւ փախստականների հարցով էլ պետք է ասեմ, որ COVID-ի ժամանակից մինչեւ հիմա Ադրբեջան եւ Իրանի սահմակային սահմանը փակ է եւ ամեն տարի թարմացնում է, COVID չկա, բայց իրանց մոտ մինչեւ հիմա COVID է Ադրբեջան։ Իրանց մոտ հա, այդպես է ստացվում, մինչեւ հիմա այդ օրենքը պահպանում են, որ սահմակային ճանապարհը փակեն, այսինքն հենց այդ մեր թուրքախոս ժողովուրդը այդքան հեշտ չեն կարա մտնեն գործեն Ադրբեջանում, դա օգտագործում է այդ թուրքախոսների արիթը, ուզում է փորձի մեր դեմ օգտագործի, բայց դա չի ստացվելու, որովհետև ինչպես ասացի, մեծ մասը 90% Իրանի հետ շատ կապված են եւ իրանցի են Իրան համարվում, հետո իրանց ազգային բաներ ունեն։ Այդպես է, որ փախստականների հարցով Իրան այդքան էլ դուրները չեն բազում, իրանց երկրի դուրները չեն բազում այդ դաժե թուրքախոս ժողովրդի համար, որ Իրան համարում են ազգակից։ Իսկ ձեր կարծիքով Ադրբեջանը ինչ է ցամաքային սահմանները միջև հիմա փակ պահում, ինչի՞ց է Ալիևը վախենում։ Իրական Իրականում վախենում է երկու երկիրները շիա բդություն են, շիա ժողովուրդ հասարակություն ունեն, փորձում են Իրանի ազդեցությունը, վախենում են Իրանի ազդեցությունը Ադրբեջանում, մենք ականատես ենք եկել վերջին տարիներ, ինչքան ձերբակալումներ է լինում հոգևորականներ կամ այլ մարդիկ, որ Իրանի հետ ինչ որ կապված են, Իրանի հետ մոտիկ են
իրանք վախենում են, որ ինչ որ իրանամետ ուժեր հայտնվեն Ադրբեջանում եւ թույլատնեն Ադրբեջանի ներսից եւ խնդիրներ ստեղծեն Պետությունի համար շիա Պետությունա, բայց ամեն բոլոր սահմանափակումները անում է գերոնական հավաքումների համար, իրանց ազատությունների համար, իրեն վախենում են, որ հենց իրանամետ ուժեր հայտնվեն Ադրբեջանում եւ ուժեղանան եւ կարողանան Պետությունի դեմ Իրանի ինչ որ գործողություններ ծավալեն։ Որպեսզի Ալիևյան Ադրբեջանը մասնակցի Իրանի դեմ հնարավոր իսրայելական ավանտյուրայում, Ալիևը պետք է շատ մեծ գին ստանա, որովհետև դուք էլ նշեցիք, որ Իրանը բազմաթիվ հնարավորություններ ունի Ադրբեջանի վրա ազդելու, այդ թվում նաև ռազմական ճանապարհով այդ դեպքում, որն է այդ գինը, որը կարող է Ալիևին ստիպել, այսինքն ինչ կարող են խոստանալ Ադրբեջանին, միգուցե նույնիսկ ԱՄՆ-ն, որպեսզի Ադրբեջանը Իրանի վրա հարձակմանը մասնակցի կամ օրինակ իր տարածքը տրամադրի այդ Մինչև 2020 թվականի պատերազմին Իսրայելը զինել է Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանի ռազմական բալանսը խախտի դարաշրջանում եւ ավելի ուժեղ դառնա եւ հնարավորություն ունենա Արցախի հարցը լուծի, Արցախի ռազմական ձևով Արցախի հարցը լուծի, մինչեւ հիմա Արցախը ոնց որ այդ գիներ, որ Իսրայելը արեց իր համար, Ադրբեջանի համար եւ դրա փոխարեն ստացավ մեծ բազաներ գործողություններ ազատություն լինի Մուսադի համար այնտեղ որ կարողանան Իրանի դեմ հետախուզական դեվիալներ հավաքեն այնտեղ սարքավորումներ տեղավորվեն դաժե Արցախի տարածքում էլ բռնազատված Արցախի տարածքում էլ ինչ որ տեղակայումներ կան որ այնտեղ տեղադրել են Իրանի սահմանների մոտ եւ դա իրանց համար արևտուր է եղել Արցախը ստանա Ալիովը եւ դրա դեմ թույլ տա որ իրանց տարածքը օգտագործեն Իրանի դեմ Իսրայելը այն ժամանակ իսկ Հիմա կարող է որովհետև արդեն այդ բանը եղել է եւ եթե այն ժամանակ խոստում է եղել Ադրբեջանի կողմից եթե այդ հնարավորությունը ստեղծի որ Ադրբեջանը դիրանա Արցախը իրանք էլ պիտի թույլ տան որ մինչեւ անջամկետ ինչքան Իսրայելը ուզում է օգտագործի իրանց տարածքը եւ դեռ չի վերջացել այսինքն գինը վճարել է Ադրբեջանը եւ հետագայում ուրիշ խաղակարդ չի կարա լինի այլ խաղակարտը Հայաստան կարա լինի Սուննիկ կարա լինի Կարաղա Զանգեզուրի միջանցք լինի որ թույլ տան նման էսկալացիա Իսրայելը Իրանի դեմ օգտագործի կարող է նույնպես նույն ծրագիրով որ Արցախը օգնեց որ Իրան բռնագրավեն նույնպես օգնեն որ Զանգեզուրը գրավեն Սուննիկը գրավեն դա կարա լինի Տեսեք պարոն Հոսեյնի 20 թվականից սկսած այն սահմանը որը կար Հայաստանի, փաստացի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի եւ Իրանի միջև կրճատվել է։ Բավականին լուրջ է կրճատվել հենց այդ 44-օրյա պատերազմի հետևանքով եւ այնտեղ որտեղից առաջ չկար վտանգ Իրանին, դա Լեռնային Ղարաբաղի կողմից վերահսկվող տարածքներն են, հիմա այդ վտանգը կա եւ գեներացվում է։ Դուք եք նշում, որ Ադրբեջանի տարածքում կան իսրայելական գաղտնի ռազմաբազաներ։ Մենք նաև տեսնում ենք, որ վերջին տարիներին հետևողական մի գործընթաց է գնում։ Իրանը իր բոլոր սահմանների սահմանագծով մեկ շրջապատվում է ոչ բարյացակամ ռեժիմներով եւ ուժերով։ Եվ Հայաստանը այն սակավաթիվ Իրանի բարեկամական պետություններից է, որը սահմանակից է եւ այդ սահմանից ոչ մի վտանգ չկա։ Արդյոք սա ինչ է սա նշանակում Իրանի համար։ Իրանը ինչի է պատրաստ, որպեսզի այդ սահմանը շարունակի մնալ, որպեսզի վաղը այնպես չլինի, որպեսզի այն սցենարը, որը եղել է 44-օրյայի
ընթացքում եւ վերջնարդյունքում այդ պայմանավորված պատերազմի այդ նույն սցենարը նաեւ հայ-իրանական սահմանին չվերաբերվի։ Այդ հարցում 20 թվականի պատերազմից հետո բազմաթիվ անգամներ Իրանի բոլոր ռազմաքաղաքական ղեկավարությունները շեշտել են, որ Իրանի համար այդ սահմանը կարմիր գիծ է, որովհետև շատ ուղիղ կապ ունի Իրանի անվտանգությունի հետ, Իրանը գիտակցում է դա եւ եղել է դարբեր զորավարժությունների միջոցով ռազմական մասեջ զորավարժությունները ռազմական մասեջ են դիպլոմատական աշխատանքներ միշտ կատարել սպառնել այդ գոմին, որ նման բան թույլ չի տա Իրան եւ եթե վերջին անցած տարի էլ ոնց որ Էրդողանի խոսքով, որ մինչև հիմա եթե Զանգեզուրի միջանցքը չի իրականացնել, դա Իրանի գործուն է, Իրանը թույլ չի տվել մինչև հիմա, դա նշանակում է մինչև հիմա Իրանը ամեն ինչ արել է, որ այդ Զանգեզուրի միջանցքը տեղի չունենա եւ հիմա էլ նորից վերահաստատում է այդ քաղաքությունը եւ բոլոր սցենարները Իրանը սեղանի վրա ունի, որովհետեւ դա ինչպես ասացի Իրանի համար կարմիր գիծ է եւ եթե այդ սահմանը փակվի Իրանը շատ լուրջագույն խնդիրներ կունենա։ Այդ բոլոր սցենարների մեջ չկա նաև ռազմական սցենարը, խոչընդոտել ռազմական ճանապարհով, եթե այդպեսի վտանգ լինի։ Իրանը փորձում է չի ասնի դա դիպլոմատական ճանապարհներով պահպանի դա, դրա համար էր հենց բարոն Արաքչիի խոսքում, որ ինչքան հնարավոր է շուտ այդ համաձայնագիրը կենքի, որ չզոքանա այդ վտանգը եւ երկրորդը Իրանը ուզում է, որ Հայաստանը անվտանգությունի պես ինչքան ուժեղանա, որ ինքնորոն կարողանա իր դարաշքները իր երկիրը պաշտպանի եւ պատրաստ է Իրանը առաջարկները արել անգամ Հայաստանին, որ մենք համատեղ կարողանանք մեր երկիրների անվտանգությունը այդ դարաշրջանում պահպանենք, որովհետեւ մենք հարևաններ ենք, մենք պետք է այդ մագարտակի մեր համագործակցությունը այդ մագարտակի կա, որ համատեղ կարողանանք ուժերի խախտված բալանսը դարաշրջանում վերականգնենք եւ չզոքացնենք այդ վտանգները, որ համատեղ գալիս է եւ խնդիրը մեր երկու երկրների։ Խոսքը գնում է ռազմաքաղաքական համագործակցության մասին։ Միանշանակ անվտանգությունի ոլորտում էլ պետք է Իրան եւ Հայաստանը կարողանան համատեղ պայմանագիրներ ունենան, որ Իրանին թույլ տա, եթե խնդիր լինի, ինքը կարողանա այդ իրավունքը ունենա միջամտի եւ աջակցի Հայաստանին։ Եվ երևի թե վերջին տրամաբանական տվյալ դեպքում հարցը պարոն Հոսեյնի այսօր ազգային ժողովը, Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը, այն արդեն մտնում է ուժի մեջ։ Ես շատ եմ լսում Հայաստանի ներսում իդեպ եւ անդիմության ճամբարից եւ իշխանության ճամբարից կարծիքներ, որ Իրանը դեմ է Հայաստանի եվրոպական հեռանկարներին եւ դա է դրվում որպես հիմնավորման մի մաս, որ Հայաստանը ինչու չպետք է գնա դեպի Եվրոպա, որովհետեւ դրան դեմ է Իրանը։ Ես կուզեմ դուք հիմա ձեր կարծիքը արտահայտեք, ինչու է Իրանը դեմ, եթե դեմ է։ Ինչ խնդիր կա այստեղ։ Սկզբանին Իրանը մտահոգված էր Եվրոմիությունի դիտորդների արիմով եւ Հայաստան արևմուտքի հարաբերություններին տարբերաբար Հայաստանը վստահացրել է Իրանին, որ դա ուղղված չի այդ համագործակցությունը Իրանի դեմ եւ եթե ուղղված չի Իրանի դեմ եւ Հայաստան եւ արևմուտքի հարաբերությունները չեն խոչընդոտում Իրան եւ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը, Իրանը խնդիր չի տեսնում, եթե
եթե Իրանի դեմ չի լինի եւ եթե արևմուտքը կարողանա Հայաստանին օգնի, որ Հայաստանը ոտքի վերակայնի պատերազմից հետո եւ այդ անվտանգությունի բալանսը վերակայնի տենդեսաբես անվտանգությունի արիմով դա Իրանի շահույթից է բխում, որովհետեւ եթե Հայաստանը ուժեղ Հայաստանը Իրանի շահից է բխում, որ ունենանք դարաշրջանում ուժեղ Հայաստան, ինքնորոն կարողանա Հայաստանը իր անվտանգությունը պահպանի, մենք փոխկապված է մեր անվտանգությունը իր հետ եւ ինչքան Հայաստանը ուժեղանա Իրանի շահից է բխում կարա լինի Իրանի միջոցով կարա լինի այլ ուժերի միջոցով Իրանը դեմ չի տա Իրանը բայց առաջնային է համարում է որ ինչպես պարոն Արաղչիել ասեց ավելի լավ է դարաշրջանի խնդիրները դարաշրջանի երկիրների միջոցով լուծվի երբ որ պարոն Արաղչիը կամ Իրանի արտաքին գործերի նախարարությունը տարբերաբար այդ հարցը բարձրացնում է նկատի չունեն որ դարաշրջանի երկիրներից Ադրբեջանը կամ Թուրքիայի պիտի այդ հարցերը լուծեն դա ուղիղ նկատի ունի այսինքն մեր հետ Իրանի հետ ավելի լավ է լուծվի կամ այլ արտադարձային ուժերի հետ դա Իրանի ասած է առաջնային է բայց եթե այլ ուժեր լինեն որ կարողանան Հայաստանի ուժերը վերակայնեն Իրանը դեմ չի եւ վերջերս դրա մասին խոսել է Տեսեք պարոն Հոսեյնի եթե մենք փորձենք այս ամենը հա ինչ որ ընդհանուր համնագումարի բերել Ինչն է խանգարում օրինակ այս պահին, որպեսզի Իրանը եւ նույն Եվրամիությունը իրար հետ աշխատեն Հայաստանի տարածքում, եթե ունեն ընդհանուր շահ, մենք գիտենք, որ հա Բրյուսելում ապրիլի 5-ին ստորագրվել է մի փաստաթուղթ, որտեղ Ամերիկան եւ Եվրամիությունը աջակցություն են հայտնել, հենց այդպես էլ գրված է Հայաստանի պաշտպանական կարողությունների բարձրացում։ Իրանն էլ ունի նույն նպատակը։ Այս պահին Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջև կա շատ լուրջ խնդիր։ Նրանք այլևս Թրամփ արել է այնպես, որ մեկ ճամբարով չեն հանդես գալիս եւ մենք այդ բոլոր տեղեկատվական հոսքերին երբ որ հետևում ենք, մենք հասկանում ենք, որ այդ խնդիրները իրոք կան։ Այսինքն հիմա մենք ունենք իրավիճակի փոփոխություն։ Արդյոք Իրանը պատրաստ չէ եւ Իրանի շահերից չի բխում, որպեսզի այդ նույն Հայաստանի տարածքում այդ համագործակցությունը լինի ոչ ԱՄՆ-ի, այլ Եվրամիության հետ, օրինակ նույն Ֆրանսիայի հետ, հաշվի առնելով, որ բոլորիս նպատակներն են նույնը եւ ուժեղ Հայաստանը, որը կարող է ինքնուրույն պաշտպանվել եւ խնդիրներ չհարուցել ոչ միայն Եվրամիության, Ֆրանսիայի կամ նաեւ Իրանի համար, շահը նույնն է, չէ՞։ Եվ այդ պաշտպանական կարողությունները ձևավորվել են այդ ճանապարհով։ Այստեղ ձեր մոտեցումները։ Այդ հնարավորությունը կա, երբ որ Թրամփը իր քաղաքությունով տարանջատել է Եվրոմիությունը Միացյալ Նահանգների քաղաքությունից, այդ հնարավորությունը բազում է, որովհետև երբ որ իր հետ են, շատ դժվար է բարթանում է իրավիճակը, բայց երբ որ մենք փորձ ունենք, երբ որ Եվրոմիությունը ավելի անկախ է, մենք շատ ավելի մեծ հնարավորություն ունենք ուղիղ աշխատենք Եվրոմիությունի հետ, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցությունից մի քիչ դուրս է գալիս, Իսրայելի ազդեցությունից մի քիչ դուրս է գալիս եւ ավելի ազատ ձեռքով է աշխատում, մենք այդ փորձը ունենք, երբ որ առաջին անգամ Թրամփի վարչակազմի ժամանակ Իրանը շատ լավ հարաբերություններ էր ստեղծել Եվրոմիությունի հետ, հիմա էլ ուզում է Իրանը հիմա բանակցությունները ոնց ինչպես պարոն Արաղչիել ասեց, առանձին բանակցությունները վարվում երեք եվրոպական ուժերի հետ, Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիայի հետ բանակցությունները վարում, Անդերկովկազում էլ շահեր կան, որ համայնքում են, դրա մասին խոսել է Ֆրանսիայի դեսպանը, դրա մասին Իրանն է բարձրաձայնել է, երկու նպատակները մեկն է եւ Իրանը հենց հիմա Եվրոմիությունի Եվրոբանկի ոնց որ ֆինանսավորում ակարակ ճանապարհն է վերակայնում, այսինքն համ տնտեսական
տնտեսական համագործակցությունները հնանավոր է Հայաստանի տարածքով Եվրոմիությունը ունենա Իրանի հետ, համ ինչու՞ չէ նաև անվտանգությունի հարցով, որովհետև եթե նպատակները եւ շահերը եւ անվտանգությունի խնդիրները մեկ լինեն, այդ հնանավորությունները ստեղծում է երկու կողմերի համար։ Պարոն Հուսեյն, ինձ միայն մնում է մաղթել մեզ բոլորիս Իրանի հայ ժողովրդի խաղաղություն եւ շնորհակալություն հայտնել Նույնպես է շնորհակալություն արտադրության համար։ Մեր հյուրն էր Հայաստան-Իրան համագործակցության զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Պույա Հոսեյնին։ Այսպիսին էին այսօրվա մանրամասներն, ես Դավիթ Ստեփանյանն եմ, կհանդիպենք։